Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա այս մեկ ամսվա ընթացքում, որ նշեցիք, սեպտեմբերից այս կողմ է կարծես թե այդ խիստ մոտեցումը, ձեզ դիմաց անձանց շրջանակում ինչ որոշումներ են կայացվել, կան արդյոք մուտքի արգելքի այդ կատեգորիայի տակ ընկած վարորդներ։ Ես այս պահի դրությամբ ես ընդամենը մի քանի օր է որ ահազանգերը ստանում եմ եւ ուրբաթ օրվանից սկսած, 5-շաբթի ուրբաթ օրվանից սկսած ես արդեն 74 դիմում ունեմ, որից 13 կամ 14-ը ունեն արտաքսում, այսինքն մուտքի արգելք, արտաքսում չէ, մուտքի արգելք ունեն եւ մուտքի արգելքը դրված է 5 տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ որ նորից եմ ասում, բոլորի փաստաթղթերը ստուգել եմ եւ այնտեղ նշված բոլոր ժամկետները չեն հասնում 180 օրվան։ Այսինքն նույնիսկ այս դեպքում է խախտում եղել, կարելի է բողոքարկել, բայց միևնույն է մուտքի արգելքը կմնա գոնե 3 տարով, բայց Մյուսների պարագայում նրանք հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, սառեցվել են իրենց բանկային հաշիվները, իսկ սա նշանակում է, որ հաջորդ մուտքի ժամանակ կամ ելքի ժամանակ, ինչ որ պահի, երբ որ ոստիկանը կանգնեցրեց եւ ստուգեց փաստաթղթերը, նրանք պոտենցիալ մուտքի արգելք ստացող անձինք են։ Եվ այսքանի մասին ես եմ տեղյակ, բայց ես անշուշտ ոչ բոլորի մասին եմ տեղյակ եւ ընդամենը 2-3 օրում այս քանակը ասեք, որ բավականին մեծ է եւ սա կարող է լուրջ կոլապսի բերել, որովհետեւ բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էլ ես խոսեցի, իրենք ասում են անհնար է վարորդին ընդունել աշխատանքի, որ նա 90 օրվա ընթացքում Ռուսաստան գնա, վերադառնա եւ այլն, հետո նրան հանել աշխատանքից ընդունել մեկ այլ աշխատակից, չգիտեմ, տարվա ընթացքում 3 փուլով պետք է տարբեր մարդկանց ընդունել աշխատանքի, իսկ դա անհնար է այդպիսի բան անել։ Ու արդյունքում ստացվում է, որ եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շատ շուտով մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարի ժամկետով։ Ես ուղղակի չգիտեմ, սա շատ լուրջ հարց է, որին լրջորեն պետք է վերաբերվել եւ առնվազն ԵԱՏՄ շրջանակում գոնե նման բան պետք է տեղի չունենա եւ ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք պետք է ունենան ազատ տնտեսական շրջանառություն, իսկ բեռնափոխադրումները դրա միջուղն են կազմում, այս օրենքի այս կետը առնվազն չպետք է վերաբերվի նրանց եւ նրանք պետք է դուրս լինեն այս շրջանակից, այսինքն պետք է հստակ օրենքի այդ կետում նշի, որ սա չի վերաբերվում օրինակ այս կատեգորիայի անձանց, որոնց մեջ մտնում են անշուշտ բեռնափոխադրումներ իրականացնող։ Այսինքն որպես լուծում դիտարկում եք առանձին որոշակի խմբերի առանձնացնել օրենսդրությամբ, որպես իրենք այս կատեգորիայի տակ չընկնեն։ Իսկ հետաքրքիր է, որ անձն արդեն իսկ ստացել է 3 տարի կամ 5 տարի մուտքի արգելքի այդ հնարավոր է դա ինչ որ ձեւ վերանայել, վերականգնել, ինչպիսի ունի նման փորձառություն, երբ մուտքի արգելքի կամ որևէ վարչական խախտման արդյունքում, երբ որ ավելի շատ էին լինում մուտքի արգելք ունեցողներ, իրենք ամնիստիա են հայտարարում եւ այդ կատեգորիայի անձինք դուրս էին գալիս, այսինքն ես կարծում եմ կարելի է կիրառել նման մի նորմ, այսինքն օրենք փոփոխել, որ այլևս չվերաբերվի, իսկ մինչ այս պահը ունեցած անձանց նկատմամբ կիրառել այդ որոշումը եւ բոլորի վրայից հանել այս արգելքները։ Իսկ Ռուսաստանի ներսում նման խնդիրների մասին խոսվում է, բարձրաձայնվում են, հետևել եք քննարկումներին։ Այո, անշուշտ կան մտահոգ շրջանակներ, հատկապես տնտեսական բլոկի ներկայացուցիչների շրջանակներում, որոնց շատ ուղիղ առնչվում է այս խնդիրը, եւ իրենք եւս բարձրացնում են այս խնդիրը, որ այն պետք է շուտապույտ լուծում ստանա, բայց քանի որ մենք դեռևս Ռուսաստանի Դաշնությունում ականատես ենք լինում, որ ուժային կառույցները մաքսիմալ խստացնում են միգրացիոն օրենսդրությունը, ապա ես կարծում եմ ուղղակի ուշադրություն չեն դարձրել, որ սա կարող է բերել այսպիսի լուրջ խնդրի եւ հիմա հանգել ենք
նման խնդրի ենք հանգել, որը շուտապույտ լուծում է պահանջում, այլապես մենք շատ ավելի մեծ խնդիրների կբախվենք։ Ի վերջո, եթե բոլոր ցամաքային երկրներին ոչ վիզային երկրներին է վերաբերում, այդ նույն բեռնափոխադրումներից տուժելու են նաև իրենց առևտրի կենտրոններ, իրենց առևտրային ցանցերը Ռուսաստանի ներսում, հետևաբար դեպի Հայաստան եկող բեռնափոխադրումներ չի վերաբերում, սա փոխադարձ է, այսինքն այնպես չի, որ միայն Հայաստանից են Ռուսաստանից Հայաստան բեռներ բերում, Հայաստանից են Ռուսաստան տանում։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է շահագրգռված լինի այս կատեգորիայի անձանց այդ օրենքի այդ կետը իրենց համար բացառություն անելու։ Իսկ հնարավոր համարում եք, օրինակ, չգիտեմ, եթե տարբեր երկրների կողմից այս հարցը բարձրաձայնվի, որքանով է դյուրին կամ որքանով է իրատեսական, որ արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություններ կատարվի, թե եթե օրինակ Հայաստան, Տաջիկստան, Ռուսաստան մնացած բոլորը այդ հարցը բարձրացնեն։ Ես կարծում եմ, որ այս հարցը բարձրացրել են, որովհետև այնպես չի, որ միայն մենք ենք այս խնդրին առնչվել, ես արդեն նշեցի, որ այլ երկրների վարորդներ ունեն խնդիրներ, եթե մեր վարորդներից ես մոտ 1 տասնյակի մասին գիտեմ, որ հայտնվել են հատուկ միգրանտների պահման հատուկ վայրում, սպեցպրիոնիկներում եւ որտեղից արդեն արտաքսման որոշումը իրենց համար կայացվել է, օրինակ Ղազախստանի պարագայում այդ թիվը շատ ավելի մեծ է։ Եվ խախտումը միայն 90 օրից ավել գտնվելն է, չկա մեկ այլ խախտում, ինչի համար, որ նշենք, որ, չգիտեմ, այնպիսի լրջագույն խախտում եղել, ինչի համար իրենք պետք է արտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից, եւ ես կարող եմ ասել, որ ես գիտեմ, որ այս հարցը նաեւ ԵԱՏՄ հանձնաժողովներում է քննարկվել, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ հանձնաժողովները պետք է շատ ակտիվ լոբինգ անեն, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը իր օրենսդրության մեջ փոփոխություն անի։ Ես չեմ կարծում, թե դա շատ բարդ բան է, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ օրենքի նախագիծը մտնում է Դումա եւ եթե իրենք տեսնում են դրա անհրաժեշտությունը, ապա շատ արագ այդ օրենքը ընդունվում է։ Օրենքներ են եղել, որոնք նույնիսկ 1 օրվա մեջ 2 կամ 3 ընթերցում են անցել եւ օրենքը արդեն ընդունվել է եւ կարող են ուժի մեջ մտնելու ժամկետներ որոշել, այնպես որ ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն է, եթե ցանկանան, ապա հնարավորությունը կա օրենքի փոփոխությունը իրականացնել։ Ի վերջո այսօր մենք խոսում ենք բեռնափոխադրողների մասին, բայց դուք ինչպես նշեցիք, այլ կատեգորիաների եւս վերաբերում է ուղևորափոխադրողներ եւ չի բացառում, որ ասենք ամիսներ հետո կամ որոշ ժամանակ անց նաեւ այդ կատեգորիայի խնդրի առաջ կանգնենք։ Քանի որ սեպտեմբերի 10-ը ընդամենը 1 ամիս առաջ է ավարտվել, այսինքն նախագահի հրամանագիրը դադարել է գործելուց, եթե այսպես շարունակվի, ես կարծում եմ, որ առաջիկայում մենք անշուշտ այդ խնդրին եւս կառաջվենք։